Տիկին Հողիկյան այսօրվա ֆորումի ժամանակ կրկին խոսվեց խաղաղության խաչմերուկից, TRIP-ից եւ վարչապետը արդեն երկրորդ անգամ հայտարարեց, որ 2026 թվականի երկրորդ կեսին արդեն կսկսվեն շինարարական աշխատանքները։ Ընդհանուր առմամբ ձեզ ինչով է պայմանավորված, որ այս ժամկետներն են նշվում, դրանք ընթացակարգային են ավելի շատ, թե կապ ունեն կամ ուղիղ կապ ունեն եւ անուղղակի կապ ունեն 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների եւ դրա արդյունքների հետ։ Դուք ինչ եք կարծում, ինչով է դա պայմանավորված։ Ենթադրում եմ, որ առաջին հերթին տեխնիկական, այսպես բնույթով է պայմանավորված հարցի, որովհետև մինչ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, մինչ ընդհանուր տեխնիկական արդեն բնութագիրը կլինի, որովհետև բնականաբար հեշտ պրոյեկտ չի լինելու, պայմանավորված արդեն իսկ մեր նաև լանդշաֆտային այսպես կարողություններով։ Տեխնիկական բնութագիր ունենալուց հետո արդեն պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո կարող ենք անցնել նաև շինարարական աշխատանքներ։ Ենթադրում եմ առաջին հերթին պիտի ոչ սրանով պայմանավորված լինի, բայց չեմ բացառում, որ նաև ընտրություններն էլ ունենան իրենց ազդեցությունը ինչ-որ չափով, որովհետև ի տարբերություն մեր որոշ հարևան երկրների, կոնկրետ մեկ հարևանի, մեզ մոտ դեմոկրատական կարգեր են եւ բնականաբար արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի քվեարկի եւ որոշի ով է լինելու 2026 թվականին հաջորդ իշխանությունը, իսկ կոնկրետ այսօր ընդդիմության տարբեր առաջնորդներից լրիվ հակադիր մեսիջներ ենք լսում նրան, կոնկրետ խաղաղության խաչմերուկին եւ թե Ռոբերտ Քոչարյանի ճամբարից եւ թե Սերժ Սարգսյանին հարող քաղաքական ուժերի ճամբարից լսել ենք, որ նրանք ամենայն հավանականությամբ չեն իրականացնի TRIP-ը գոնե այն տեսքով, որով որ պայմանավորվածությունները կան այսօրվա դեպքում, այսօրվա համար։ Իսկ այն, որ խոսում են նաև նոյեմբերի 9-ի պայմանագրի այդ 9-րդ կետից, 9-րդ կետը հնարավոր է իրականություն դարձնել այն պարագայում, երբ ինչպես բազմիցս հայտարարվել է նաև իշխանության ներկայացուցիչների կողմից, այդ պայմանագրի բոլոր 8 կետերը խախտվել են երկու կողմերի կողմից։ Հիմա ինչու է խոսվում այդքան 9-րդ կետի մասին եւ դա դեռևս կենսական նշանակություն ունի, այսինքն կյանքի իրավունք ունի այդ 9-րդ կետը եւ հնարավոր է դրան վերադառնալ, ինչպես բազմիցս ցիտում են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, դուք էլ նշեցիք ձեր խոսքում։ Նախ ֆիքսենք, որ պայմանագրի ժամկետը լրացել է արդեն 2025 թվականի նոյեմբերի 9-ով մենք ունենք այն 5 տարիները նախնական, որոնք նշված էին եւ շարունակելու համար անհրաժեշտ էր լինելու երկու մասնակից երկրների, այս պարագայում Ադրբեջանի եւ Հայաստանի հետագա ստորագրությունների եւ համաձայնությունը, սա մեկ։ Երկրորդ հերթին եկեք արձանագրենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսվող կետերի մեծամասնությունը չի կատարվել ոչ թե մեր կողմից, այլ չի կատարվել Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից։ Այսինքն խոսել միայն մի կետի մասին, որ իբրև թե չի կատարվել, այն տարբերակով, որը որ թարգմանաբար ներկայացվում է Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից, երբեմն նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից, որովհետեւ այս դեպքում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի պարագայում նրանց շահերը բնականաբար համընկնում են։ Խոսել միայն այս տեսքով կարծում եմ փոքրինչ մեղմ ասած ոչ թե հեռատես չէ, այլ նաև իրականության հետ աղերս չունի այս պարագայում։ Իսկ թե ինչու են նրանք պարբերաբար խոսում նոյեմբերի 9-ի մասին եւ դա իրագործելու կոնկրետ 9-րդ կետի իրագործելու անհրաժեշտության մասին նշելով, թե դա երազանքի կետ է եւ այլն, մենք խոսել ենք այս մասին եւ ես նշել եմ, որ այստեղ միակ տարբերությունը կոնկրետ եթե TRIP-ի հետ ենք համեմատում, թեպետ համեմատելու առանձնահատուկ եզրեր չկան, բայց այնուամենայնիվ միակ համեմատությունը այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը միջնորդավորվել է Ռուսաստանի Դաշնության եւ անձամբ Վլադիմիր Պուտինի կողմից, իսկ TRIP-ի շուրջ համաձայնություն ձեռք է բերվել Միացյալ Նահանգների եւ մասնավորապես անձամբ Դոնալդ Թրամփի հետ։ Սա է միակ տարբերությունը։ Տիկին Հողիկյան, իսկ ինչ եք կարծում այդ հայտարարությունները, ինչքան էլ որ հիմա խոսվում է, որ պետք չի վերադառնալ անցյալ, պարբերաբար խոսել անցյալի մասին, բայց այդ հայտարարությունները, որ 2020 թվականի պատերազմը հրահրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը կամ հայ ժողովուրդը կամ Հայաստանը տարբեր ձևակերպումներ են անում տարբեր հարցազրույցներում, բայց գրեթե միշտ նշվում է, որ հրահրել է, սադրել է հայկական կողմը։ Սրանք վտանգավոր հայտարարություններ չեն ու խոսքը ոչ միայն իշխանությունների մասին է,
առհասարակ իշխանությունների մասին չէ խոսքս։ Հիմա խոսքս Հայաստանի պետությանն է վերաբերվում, պետականությանը, այդ նույն ուժերը, ովքեր մեղադրում են Հայաստանին, ովքեր հավակնում են գալ իշխանության, խոսում են իշխանափոխության մասին, արդյոք վտանգավոր ռումբեր չեն դնում հիմա Հայաստանի ինքնիշխանության տակ եւ պետականության տակ, որովհետեւ ըստ էության ուղիղ մեղադրում են մեզ, հայկական կողմին։ Ես կարծում եմ, որ սա սուտ մատնություն է, ճիշտ կարծեմ մեկնաբանվել էր հենց այս տարբերակով, սեփական երկրի դեմ տալ նման վկայություն, որը իրական չի համապատասխանում դեպքերին, որպես այդպիսին եւ ճշմարտությանը, ինչպես պիտի հասադրեր Հայաստանը այս նույն պատերազմը։ Նրանք չոր օրինակներ են բերում, որոնց դեպքում իրենք էլ նախկինում նույն անման հայտարարություններով են հանդես եկել, նմանատիպ վարք են դրսևորել, բայց այնուամենայնիվ պատերազմը դրան չի հետևել։ Պիտի հասկանանք, որ սրանք ավելի շատ քաղաքական գնահատականներ են, քաղաքական հայտարարություններ են, ոչ թե իրականում վերլուծական ինչ-որ տարր ունեն իրենց մեջ պարունակող։ Երբ սա հասկանում ենք, արդեն պիտի հասկանալ, թե տվյալ կոնկրետ երևի թե լսարանը որն է այս հայտարարությունները եւ ինչ նպատակով է արվում։ Սա արդեն փոքրինչ աշխարհաքաղաքական ավելի լայն երևի թե շրջանակ ունի։ Տեսնենք, թե կոնկրետ այն շրջանակները, որտեղ բոլորը չի որ այս հայտարարություններով հանդես են գալի, ցավոք սրտի վերջերս նույն հայտարարությանը միացավ նաեւ առաջին նախագահը, որից թերևս ամենակիչն էր սպասելի նման հայտարարություն, պայմանավորված նրա քաղաքական անցյալով, նաև պայմանավորված այն քաղաքական գծով, որ տարել է քաղաքական ուժը, որը նա ներկայացնում է։ Այնուամենայնիվ եկեք տեսնենք, թե ովքեր են շահելու այն հայտարարություններից։ Առաջին շահառուն թերևս Ադրբեջանն է, որը որ բոլոր միջազգային, այսպես կառույցներում կամ բոլոր այստեղ երկրներում փորձում է ապացուցել, որ ինքը չի սադրել պատերազմը, թեպետ ունենք բազում հայտարարություններ Ալիևի կողմից նախկինում արված, որտեղ նա բերում է նրան, որ Ադրբեջանին ստիպեցին այդ պատերազմը սկսել, այլ ընտրանք չուներ եւ նրանք պատրաստվել են այդ պատերազմին երկար տարիներ։ Եվ ի վերջո պատերազմի շահառունն էլ ամենամեծ շահառունն էլ Ադրբեջանն էր, այդպես այդ դեպքում էլ էլի եթե տրամաբանությանը այսպես դիմենք չի կպնում թե ինչու պիտի Հայաստանը պատերազմ այսպես պատերազմի դրդեր Ադրբեջանին ինքը լիներ պատճառը պատերազմը սկսելու, եթե այստեղ շահելու հավանականությունը հաշվի առնելով մեր ռազմական բալանսի խիստ տարբերությունները Ադրբեջանի եւ Հայաստանի նկատի ունեմ, ինչ պիտի մենք այդ քայլին գնանք, սա էլ հասկանալի չէ։ Այդ իսկ պատճառով երբ այս մտավարժանքը անում ենք, հասկանալի է դառնում, որ այս հայտարարությունները ավելի շատ քաղաքական հայտարարություններ են, միտված թեկուզ գուցե իրենց լսարանների ներքին եւ նաեւ արտաքին ունկնդիրներին այս պարագայում այն լսարանին, որը որ էլի կրկին շահառու է տվյալ պարագայում, որովհետև եթե Հայաստանը նման հայտարարություն է անում, հետագայում պետությանը դնելով արդեն իսկ հարվածի տակ, որովհետև ինչպես նշեցիք, այստեղ ոչ թե անդիմություն է ներկայիս իշխանություններին, այլ սկսում է անդիմություն դառնալ Հայաստանի Հանրապետությանը, պետությանը որպես այդպեսին։ Հատում են այն կարմիր գիծը, որտեղ դու ոչ թե իշխանությանն ես ընդդիմադիր, այլ ընդդիմադիր ես Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի սուվերենությանը։ Նման հայտարարություններ անելով հարվածի տակ ես դնում պետականությունը։ Այո, եթե վաղը չէ մյուս օրը Աստված ոչ արած թե նրանք իշխանության կան, նրանք հետևանքների հետ պիտի ի վերջո գործ ունենան այդ նույն հայտարարությունները, որոնք այսօր են անում Ադրբեջանին տալով բավականին լավ նյութ հետագայում այսպես ճոճելու մեր քթի տակ իբրև ապացույց, որ իրենք չեն ագրեսորը։ Եվ այդ արտաքին շահառում, որի մասին դուք նաև ձեր խոսքում մի քանի անգամ նշեցիք, որոնք են այդ արտաքին շահառուները, այդ ուժերը կամ երկրները, չգիտեմ, որոնց ուղված էին նաև այդ մեսիջները, որովհետև հստակ մեսիջներ կային թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներում։ Իրենք էլ իրենց հարցազրույցներում կարծում եմ նշեցին, թե ում մասին է խոսքը եւ շարունակում են վերջին 5 տարիների ընթացքում շարունակաբար նշել թե ում մասին է խոսքը անշուշտ Ռուսաստանի Դաշնության մասին է։ Նրանք միշտ նշում են, որ երբևէ չեն նայել այլ ուղղություններով, որ նրանց քաղաքական, արտաքին քաղաքականության հիմնական շեշտը եւ հույսը այսպես որպես այդպեսին եղել է Ռուսաստանի Դաշնությունը, երբևէ չեն դավաճանել Ռուսաստանի Դաշնությանը։ Ռոբերտ Քոչյանը ես հիշում եմ իր հարցազրույցներից մեկում Պոզներին, եթե չեմ սխալվում տված, անգամ շեշտադրումով
հենց այդպիսի շեշտադրումով էլ դա ասաց, որ ինքը անգամ այլ ուղղություններով չի էլ նայել, այսինքն Ռուսաստանի Դաշնությունից այն կողմ գործընկերներ չեն փնտրել, ոչ էլ փորձել են որպես այդպիսին դիվերսիֆիկացնել քաղաքականությունը Հայաստանի, այսպիսով Հայաստանին դնելով կախվածության մեջ ընդհանրապես մի կենտրոնից։ Այստեղ ճիշտ հասկանանք, որ հարցը նրանում չէ, որ փորձում ենք դեմոնիզացնել Ռուսաստանը ինչ որ կերպ, յուրաքանչյուր պետություն գործում է իր շահերով պայմանավորված, բայց այստեղ Հայաստանի Հանրապետության ներսում մի շարք քաղաքական գործիչներ եւ ղեկավարներ գործել են ոչ թե Հայաստանի շահի իրենց մտքում ունենալով, այլ երրորդ պետության շահի իրենց մտքում ունենալով, խոսքը տվյալ դեպքում Ռուսաստանի Դաշնության մասն է, Ռուսաստանի Դաշնության շահերը պաշտպանելով առաջին հերթին ի վնաս Հայաստանի Հանրապետության շահերի, Հայաստանին դնելով կախվածության մեջ։ Ցանկացած երկիր, որը գտնվում է գրեթե 100% կախվածության մեջ բոլոր ոլորտներով, կլինի տնտեսություն, կլինի էլեկտրոէներգիա, կլինի մնացած ոլորտները, եթե 100%-ով գրեթե գտնվում է կախվածության մեջ ընդհանրապես մեկ կենտրոնից, բնականաբար այլևս ընտրության հնարավորություն այս դեպքում չի ստանում եւ ստիպված է լինելու գնալ զիջումների, որոնք այլ հավասար պայմաններում չեր անի։ Սա է։ Եվ Քոչարյանը իր հարցազրույցներից մեկում նաև նշել էր, որ այդքան էլ հաճելի չէր 2021-ին գնալ, ժողովրդի հետ հանդիպել, մարզային այդ այցերի մասին խոսելով, իր վերջին հարցազրույցում էլ ասում է 2021-ի ամենամեծ շոկը ամեն դեպքում եղել է այն, որ պարտված իշխանությունը եւ այդքան զոհեր բերած իշխանությունը նորից վերընտրվել է։ Հիմա 2026 թվականին հույս ունի, որ իշխանափոխություն տեղի կունենա եւ բոլոր այդ հարցերի պատասխանը, թե ինչու տեղի ունեցավ պատերազմը, ում մեղքով ի վերջո կստանան եւ նաեւ հանրային համերաշխությունն է փորձում գալ եւ վերականգնել, սրանք Քոչարյանի նախընտրական խոստումները կդառնան ենթադրում են, որովհետեւ հարցազրույցում առնվազն նման շեշտադրումներ կար։ Նախ դուք ընդհանուր առմամբ մեծ եք համարում Քոչարյանի շանսերը ժողովրդավար ճանապարհով արդեն իշխանություն դառնալու, ինչին կարծես թե հավակնություններ կա նման եւ վարչապետի երեկվա հայտարարությունը, որ արդեն մարդկանց հունից հանում է Քոչարյանի եւ Սարգսյանի մասին այդքան խոսել է, նրանց խոսույթին անդրադառնալը եւ դրա համար մեկ ճանապարհ կա, որ նրանք երկուսն էլ չանցնեն խորհրդարան։ Որ տարբերակը եւ որ սցենարն է ձեր համար ավելի կանխատեսելի, այսպես ասեմ, եւ հանրությունը ինչպես պիտի գնա ընտրության, ինչ հաշվի առնելով նաեւ։ Եկեք փաստերով առաջնորդվենք 2021 թվականին նույնպես շատ ավելի վստահ հայտարարում էր, որ շուտով իշխանությունը նրանք են ձևավորել եւ արդեն դրան համապատասխան քայլերով առաջ են գնալու, շատ ավելի վստահ էին, որ իշխանության են գալու, պայմանավորված թերևս նրանով, որ Հայաստանը պարտություն էր կրել, Հայաստանը չէ Լեռնային Ղարաբաղում պարտություն է, որ ունեցան 2020 թվականին, բայց ժողովուրդը հաշվի առնելով այն, որ ունի հիշողություն եւ ի տարբերություն Քոչարյանի ակնկալիքների նաև իմաստություն, որոշեց այլ կերպ։ Եթե վերցնում ենք սա իբրև մոդել եւ հաշվի ենք առնում նաեւ այն զարգացումները, որ ի տարբերություն 20 թվականի ունենք այսօր, իսկ մենք չենք կարող շղթել, որ որևիցե բան չի փոխվել եւ իրավիճակային լուրջ փոփոխություններ չեն տեղի ունեցել, ի հեճուկս տարատեսակ ակնկալիքների, նաեւ գուցե որոշ դեպքում վերլուծությունների, սա հաշվի առնելով ես չեմ կարծում, որ նրանք ունեն ավելի մեծ շանսեր խորհրդարանում ունենալու ավելի շատ ձայն, քան ունեին 2021 թվականին, քան ունեցան 2021 թվականին, գուցե ավելի քիչ, բայց հաշվի առնելով նաև, որ որպես այդպիսին քաղաքական դաշտը չի փոխվել, այսինքն նույն դերակատարները շարունակում են մնալ դիրքավորվել նույն ճամբարներում, այստեղ ունենք հստակ ընդգծված պրոռուսական ճամբարը, որը ավելի շատ խոսում է նոյեմբերի 9-ի հայտարարության եւ դրա կատարելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները չեղարկելու մասին եւ ունենք մյուս ճամբարը, որի պարագայում, որը իդեմս նաև ներկայիս իշխանությունն է, ինչպես նաև մի շարք այլ քաղաքական ուժեր խոսում են ավելի շատ առաջ նայելու, ոչ թե հետ նայելու մասին, ինչը արել ենք երևի թե ինչպես այսօր նաև վարչապետը նշեց իր խոսքում, ինչպես նաև իր քաղաքական թիմի մի շարք անդամներ են նշում, արել ենք ողջ պատմության ընթացքում, գուցե արժե ինչ-որ բան փոխել այս դեպքում։ Կարծում եմ այսպես դժվար կլինի ասել, թե կոնկրետ ինչ չափով ով ներկայացված կլինի խորհրդարանում, դա պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացին որոշի։ Սա էլ մի բան է, որ կարծում եմ պարոն Քոչարյանը երևի թե չի ըմբռնում, հաշվի առնելով այն, որ ինչպես նա նշեց, առանձնապես հաճույք չի ստանում շփվելուց ժողովրդի հետ, կամ գուցե պարզապես նաև որ հենց այդ շփումը չկա կամ հողեղեն ընկալումը չկա նրա թե ժողովրդի ինչ ակնկալիքներ ունի, հենց դրանով էլ պայմանավորված գուցե իրենց գնահատականները սխալ, այսպես սխալ հիմքերի կամ սխալ ինչ-որ բաների վրա են հիմնում։
Տիկին Հողիկյան, եթե ես սխալվեմ, խնդրում եմ ինձ ուղղեք, բայց վերջին շրջանում քիչ են նաև այն արհեստական թեզերը, ինչու եմ ասում արհեստական, որովհետև պարբերաբար փորձում են իշխող ուժի բոլոր գործողությունները կապել Թուրքիայի եւ կամ Ադրբեջանի պահանջ լինելու հետ, նաև խոսվում է այն մասին, որ այս իշխանությունը շատ հարմար է Ադրբեջանին, ինչու՞ չէ նաև Թուրքիային եւ այսպես շարունակ Ռոբերտ Քոչարյանը այսպես նաև իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ օրինակ իր տարիներին այդպես սարսափում են նաև դրա մասին մեդիան է գրում ընդդիմադիր, թե ինչպես էին սարսափում Ադրբեջանում իր հետ բանակցել, իր կերպարից անգամ, իսկ այս իշխանությունները կոպիտ ասած շատ հարմար եւ ձեռնտու տարբերակ են Ադրբեջանի համար։ Նախ այս թեզերը եւ այս խոսույթը արդյոք իրականության հետ կապ ունեն եւ այդ ուժեղ տղամարդու եւ ուժեղ կերպարի, ուժեղ բանակցողի այդ դիրքից հանդես գալը արդյոք իրականության հետ կապ ունի։ Կրկին քաղաքական գնահատականներ են, որոնք եթե վերլուծական դիտանկյունության նայում, իրականում ոչ մի քննադատություն որպես այդպեսին, ոչ մի քննադատության չեն դիմանում։ Եկեք նայենք, Ռոբերտ Քոչարյանը նախագահ է եղել այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը թերևս իր ամենալավ դիրքերում էր գտնվում։ Պատերազմում հաղթող էինք որպես այդպիսին, ունեինք հնարավորություններ, ինչպես նրանք են այսօր սիրում նշել, ուժեղի դիրքերից խոսելու մեր հարևանների հետ, մասնավորապես Ադրբեջանի հետ, ու ինչ որտեղ նաև թելադրելու մեր դիրքորոշումը։ Այնինչ եթե նայում ենք, թե ինչ դինամիկա է եղել առհասարակ նույն բանակցային գործընթացում, սկսված նույն 97-98 թվականից հետո, տեսնում ենք, որ Հայաստանի դիրքերը գնալով թուլացել են, չեն ուժեղացել։ Ավելին, եկեք եւս մեկ անգամ արձանագրենք, որ եթե 98 թվականին, 97 թվականին մոտավորապես Հայաստանի ռազմական բյուջեն գրեթե 1/1 համեմատելի էր Ադրբեջանի ռազմական բյուջեից հետո, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից հեռանալուց հետո Ադրբեջանի բյուջեն առնվազն 5.3 կամ 5.5 անգամ գերակշռում էր, այսինքն շատ 5.5 անգամ ավելի մեծ էր, քան թե Հայաստանի ռազմական բյուջեն։ Այսինքն մարդը, որ խոսում է նրա մասին, որ ինքը ուժեղ դիրքերից է, խոսել իր հետ վախեցել են եւ այլն, չեմ ուզում կրկնել այս բոլոր թեզերը, նա թույլ է տվել իր իշխանության ժամանակ բալանսի առնվազն 5.5 անգամ խախտման, ռազմական բալանսի։ Իսկ այս դեպքում շատ կարծում եմ խելացի պետք չի լինել հասկանալու համար, որ Ադրբեջանը զինվում էր բնականաբար պատրաստվելով Հայաստանի հետ պատերազմի, ինչպես ցույց տվեց ժամանակը։ Իրականում այդ ռազմական բալանսի խախտումը ավելի խորացավ հետագա 10 տարիների ընթացքում, երբ Սերժ Սարգսյանն էր նախագահում, ու նաև երբ նայում ենք այն գնումներին, որ կատարվել են, եւ այն ռազմական ծախսերին, որ կատարվել են այդ 20 տարիների ընթացքում, այստեղ էլ կարծում եմ համեմատելի բան չկա իրականում։ Խոսքը բացառապես թվերի մասին է, որոնք շատ ավելի խոսուն են, քան տարատեսակ քաղաքական հայտարարություններ։ Եվ վերջին հարցս Տիկին Հողիկյան կապված է եկեղեցու հետ եւ եկեղեցու հստակ դիրքորոշման հետ, չգիտեմ, կուզենաք այս հարցին պատասխանել թե չէ, ամեն դեպքում ինչ սպասել եւ ինչ ակնկալել նաեւ այս առումով, որովհետեւ գիտեք, գերագույն հոգեվոր խորհուրդը նաեւ որ այս նիստեր էր անցկացնում եւ հրապարակված տեքստը շատ ավելի քաղաքական էր, քան հոգեվորի մասին եւ հստակ երևում է, որ եկեղեցին էլ է մտնելու այդ նախընտրական դրամաբանության մեջ եւ հայտարարություններ են արվելու, կարծում եմ կարիք չկա նշելու թե հոգուտ եւ կամ ուժերի մեր ձևով ուժին են պարբերաբար այնտեղ ընդունում մայրաթոռում Ռոբերտ Քոչարյանի մասին գիտեք պարբերաբար խոսում են նույն Աջապահյանը իր հարցազրույցներում էլի ասում էր որ մեզ տղամարդ առաջնորդ է պետք եւ այսպես շարունակ ինչ սпасել նաեւ այս առումով եկեղեցին կամ եկեղեցու վերնախավը կրկին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ եւ այդ նախընտրական տրամաբանության մեջ մտնելու է եւ իր հայտարարություններով փորձելու է օգնել այս կամ այն տեխնացուին ուժին նախ նշեցիք տղամարդ առաջնորդի մասին, եկեք արձանագրենք մի բան։ Մեր եւ նրանց պատկերացումները, գոնե իմ պատկերացումները տղամարդ առաջնորդի մասին, այսպես ասած, խիստ տարբերվում են թերևս այդ գործիչների, կարող եմ ասել գործիչների, որովհետև նրանք եկեղեցականների նման չեն ներկայանում առնվազն քաղաքական տեքստերով, քաղաքական դիսկուրսով, մեր ընկալումները տարբերվում են։ Նրանց պատկերացրած տղամարդը առնվազն Հայաստանի սուվերենությունը կարելի է ասել զոհեց այլ երկրի շահերին եւ նրա իշխանությունից հեռանալուց հետո Հայաստանը գրեթե
երևի թե 80-90% կախվածություն ուներ ընդամենը մեկ ուժային կենտրոնից, ինչն էլ բերեց նրան, որ Հայաստանի ընտրությունները արդեն իսկ դրանով պայմանավորված միայն արդեն այնքան սահմանափակ էին, որ ինչպես նշեցի, ստիպված են եղել տարբեր փուլերում նաև մեզ ստիպել են պայմանավորված իհարկե Արցախի անվտանգությամբ նաև կայացնել որոշումներ, որոնք որևիցե կերպ չեն բխել մեր ասելով ի նկատի ունեմ Հայաստանի շահերից։ Ինչ վերաբերում է եկեղեցին շատ վաղուց է դիրքավորվել քաղաքական դաշտում, անգամ եթե հետ չգնանք մինչև 20 թիվ, եկեք նայենք թե 2000-ականների վերջին հատվածում ինչ էր կատարվում, տարբեր եկեղեցականներ ինչպիսի հայտարարություններ էին անում, սատարելով Սերժ Սարգսյանի թեկնածությունը ընտրությունների ժամանակ, հստակ սա այն դեպքում, երբ որ եկեղեցին դեռ այն ժամանակ պիտի պահպաներ իր հոգևոր առաջնորդությամբ պայմանավորված իր նեյտրալ կարգավիճակը, նույնը շարունակվել է նաև նախորդ իշխանությունների իշխանության ժամանակահատվածում, նրանք պարբերաբար հանդես են եկել իշխանություններին սատարող հայտարարություններով եւ փաստացի 2020 թվականից հետո նրանք նորից անցան 5 գործին, այս դեպքում սպասարկելով այն նույն ուժային կենտրոնների շահերը, որոնք որ փաստացի իրենց ազդեցությունը բանեցրել են Հայաստանում մինչև երևի թե վերջերս ու դրա ելքն էլ մենք տեսանք 2020 թվականին տեղի ունեցած պատերազմով ու նաև դրանից հետո արդեն իսկ Հայաստանի այսպես հյուսիսի նկատմամբ ներողություն Հայաստանի հարավի նկատմամբ այն նկրտումներով, որոնք որ ուներ Ադրբեջանը, այս դեպքում Ռուսաստանի հետ միասին։ Իհարկե կրկին պայմանավորված էլի Ուկրաինայում ընթացող պատերազմով, որը որ վստահ եմ շատ ավելի վաղ էր պլանավորված, այդ իսկ պատճառով նույն այդ Զանգեզուրի միջանցք կոչվածը, որը որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը իրար հետ գրեթե համահունչ կերպով փորձում էին այսպես առաջ տանել, հենց սպասարկելու էր Ռուսաստանի կարիքները այս պատերազմում մասնակիորեն։ Այնպես որ ես կարծում եմ, որ որևէ բան չի փոխվելու այս իմաստով, այսինքն եկեղեցին ինչպես դիրքավորվել է, այնպես էլ շարունակելու է, քանի որ այստեղ եկեք եկեղեցի չասենք, եկեղեցու վերնախավը, որովհետև բոլորը չի եկեղեցականներից, որոնք ունեն քաղաքական դիրքորոշում կամ զբաղվում են քաղաքականությամբ, կարող ենք մատնանշել ինչ որ որոշ հոգևորականների, որոնք այնուամենայնիվ որոշել են այդ խաղի մեջ մտնել, ինչով պայմանավորված թող նրանք ասեն, վարչապետը նշում էր, որ նույն կաթողիկոսի եղբայրը, ով վերջերս կրկին Վլադիմիր Պուտինից ստացավ մեդալ, ժամանակին եղել է պակ գործակալ։ Ենթադրում եմ, որ միայն նա չէ, որ ներկայացրել է այս ռուսական ինստիտուտների շահերը, ենթադրում եմ, որ նաև նույնը կարող ենք ասել այլ ներկայացուցիչների մասին եկեղեցուց, բայց սա ընդհանրապես ենթադրություններ են նայելով այն գործողություններին, որոնք այս ներկայացուցիչները եկեղեցու իսկ ներկայացուցիչ լինելով այն քաղաքական գործունեությունը, որ այս մարդիկ իրականացնում են։ Պակ գործակալ լինելու մասին այդ հայտարարությունները ինչ է կարծում պարզապես քաղաքական հայտարարություններ են, ինչպես դուք ասացիք, նայելով այդ գործողություններին եւ եզրակացություններ անելով, թե այս առումով նաեւ վարչապետը որոշակի հստակ ապացույցներ ունի եւ դրա համար է բարձրաձայնում եւ այդ օրակարգին նաեւ ինչպես եք վերաբերվում, որ կաթողիկոսը պիտի հեռանա եկեղեցու այդ մաքրման աշխատանքներին, որովհետեւ եկեղեցու կողմից սա վերնախավի կողմից սա հարձակում է որակվում որպես եկեղեցու վրա։ Հիմա սա հարձակում է թե իրապես եկեղեցին մաքրելու ցանկություն։ Եթե վարչապետը հայտարարություն է անում, կարծում եմ, որ նա պիտի որ փաստեր ունենա, դրա համար կարող եք արդեն վարչապետին դիմել, թող պարզաբանի, ես ընդհանրապես հղում եմ անում վարչապետի հայտարարությանը, բայց այնուամենայնիվ կրկին էլի գալով գործողություններին եզրակացություններ անել, առնվազն վերլուծելով իրավիճակային, այսպես, իրողությունները կարող ենք հստակ եզրակացություններ անել, որ դա ճշմարտությունից հեռու չի կարող լինել, որովհետև ինչի համար է ստանում Հայաստանի Հանրապետության հայոց եկեղեցու առաջնորդը կամ մեր ներկայացուցիչը Ռուսաստանում մեդալ, տվյալ պարագայում մեր կաթողիկոսը եւ նրա եղբայրը, ինչի համար են ստանում մեդալներ մի երկրի ղեկավարից, որը երբևէ չի թաքցրել, որ Հայաստանին իբրև պետություն որպես այդպիսին առանձնապես չի ճանաչում, ինչպես նրանք ռուսերեն են ասում եւ ես կրկնում եմ «не до государства» են համարում Հայաստանին եւ երբևէ չեն թաքցրել իրենց նկրտումները Հայաստանին իրենց կամքին ենթարկեցնելու որպես երբևէ չեն թաքցրել երբ նայում ենք նույն դիսկուրսին Ռուսաստանի կողմից զարգացվող Հայաստանի մասով առնվազն 2013-14 թվականներից հետո Ղրիմի անեքսիայից հետո մենք տեսնում ենք որ Ռուսաստանի մոտ հստակ կա գիծ իր վերլուծաբանների
իր տարատեսակ քաղաքական նաև ներկայացուցիչների միջոցով ֆիքսելու, որ Ռուսաստանը կամ պետք է լինի կայսրություն կամ ոչինչ։ Իսկ կայսրություն լինելու համար առնվազն անհրաժեշտ է վերականգնել այն տարածքները, որոնք ըստ նրանք անարդար կերպով կորցրել են սովետական միության քանդվելուց հետո։ Այս ամենը երբ որ միացնում ենք իրար, այստեղ տրամաբանությունը շատ պարզ է, կարծում եմ այլևս հարցեր չեն առաջանում որպես այդպեսին։ Ու մինչև այսօր էլ եկեղեցու ներկայացուցիչները չեն պատասխանել այն բարձրացված հարցերին, թեկուզ քրիստոնյաների կողմից, նաև հայ քրիստոնյաների կողմից, ովքեր նաև նրանց հոտն են հանդիսանում, թե որքանով են համապատասխանում այն հայտարարությունները եւ այն մեղադրանքները, որ ներկայացվում են նրանք իրականությանը, ոչ հերքում են որևէ կերպ, ոչ էլ հաստատում են։ Այստեղից կարելի է հետևություն անել այնուամենայնիվ, որ նրանք շարունակելու են պայքարել նույն կերպ ինչպես պայքարել են ոչ թե Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների դեմ, այլ կրկնեմ Հայաստանի Հանրապետության սուվերենության, ինքնիշխանության եւ Հայաստանի Հանրապետության դեմ որպես այդպեսին, որովհետեւ եթե կան մարդիկ, ում համար շատ ավելի նախընտրելի է լինել Ռուսաստանի Դաշնության մաս կամ միանալ դառնալ միասնական պետություն Ռուսաստանի հետ, քան ունենալ Հայաստանի Հանրապետությունը իբրև ինքնիշխան միավոր, կարծում եմ այստեղ առանձնապես մեկնաբանություններ էլ անել։ Հարկավոր չէ թե ում է սա ձեռնտու որպես այդպեսին։